Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ պատասխանել ձեր հարցերին առայն, թե ինչի եմ ես համոզված, որ ընդդիմությունը ընդհանուր միահամուռ ուժերով պետք է վայր տնի մանդատները և դա կլինի Նիկոլին հեռացնելու ամենառեալ և առաջին քայլը։ Նախ, ամենակարևոր ու ամենաառաջնայինը, ընդդիմությունը վերցնելով մանդատները կկորցնի ժողովրդի մեծամասնության վստահությունը և ժողովուրդը նրանց վերջնականապես այլևս չի հավատա նրանց խոսքերին, նրանց հայրենասիրությանը և նրանց ցանկությանը ծառայել հայրենիքին, այլ ոչ թե ձևական մանդատակռիվ անել կամ թատրոն խաղալ ազգային ժողովում։ Երկրորդ, ընդդիմությունը դրանով կապացուցի, որ իր համար վեհագույն արժեք է հայրենիքը և ինքնասիրություն ունի իրեն փնոված Նիկոլի մոտ ընդդիմություն չաշխատելու։ Երրորդը Նիկոլը ստիպված կլինի գնալ նոր ընտրությունների, եթե բոլորը միահամուռ հրաժարվեն մանդատներից, այլ ընտրանք չի ունենա ըստ սահմանադրության։ Հակառակը, որոշ մարդկանց պնդումների, որոնք ասում են պետք է վերցնեն մանդատները, որովհետև կարևոր է այնտեղ ևս կռիվ տալը, ազգային ժողովում կռիվ չեն տալի, ազգային ժողովում մենք արդեն 8 տարի է հետևում ենք, թե ինչպես են մեր իսկ գերադասած լիդերները այնտեղ ուղղակի թատրոն տալիս, թատրոն, որովհետև ոչ մի արդյունքի դրանով չեն հասել, մեկ, և երկրորդը, այդ ամենի հետ միասին Նիկոլը հանել է ազգային ժողովից բոլոր դեպուտատների անձեռնմխելիությունը, եթե մոռացել եք, այսինքն քրեական գործեր կարելը, քանի որ ամբողջ դատահամակարգը նրա գրպանում է, այժմյան գործող, քրեական գործ կարելը ցանկացած ընդդիմադիր գործչի վրա Նիկոլի համար ռուսի ասած «раз плюнуть», այսինքն նա 5 վայրկյանում կարող է ցանկացածիդ այդտեղից բանտարկել։ Իսկ եմ որ ասում եմ «был бы человек, а статья найдется», մարդ լինի կգտնվի հոդվածը։ Մենք դա տեսնում ենք, բոլորիս վրա կարված է այդ հոդվածները, այդ թվում նաև իմ։ Այնպես որ սիրելի ընդդիմություն, եթե ձեզ թվում է, թե դուք կարող եք դատավորներ նշանակել և այլն, մենք ձեզ մանդատ տվել ենք, վստահել ենք, լիդեր ենք ընտրել ոչ նրա համար, որ դուք գնաք ու դատավոր փոխեք, այդ նույն դատավորը ծառայելու է նաև ուրիշ իշխանափոխության ժամանակ, որտեղ նրա գործը ծառայելն է այս կամ այն փոխվող իշխանությանը, մենք դա վստահ արդեն տեսնում ենք, նույն ոստիկանը ծառայելու է և ձեզ, և Նիկոլին է ծառայում, և ձեզանից բացի ուրիշ եկողին է ծառայելու, եթե լինի։ Այնպես որ պետք չէ ժողովրդի աչքին թոզ փչել, եթե դուք հիմա ձեզ պարզապես պետք է այնտեղ լավ տղա խաղալ, այլևս չի աշխատում դա, հերիք է արդեն, հիմա ոնց տարբերենք ձեզ մյուսներից, բացահայտ հայտարարված էր ախր, ասեցիք, որ պատրաստ եք մանդատներ դնել, ուրեմն դրեք ու դուրս եկեք փողոց, որ ժողովուրդը վստահի ձեզ ու դուրս գա ձեր հետ փողոց, ինչ նշանակում է պետք է այնտեղ ևս բան անել, պայքարել և այլն, ինչի դեմ եք պայքարում, 8 տարի այնտեղ եք, ինչի դեմ եք պայքարել, ուզում եմ ասեմ մի հատ արդյունք, որին որ դուք ասել եք, ոչինչ չի փոխվելու, Նիկոլը գնալու է մինչև վերջին թուրքացում, սահմանադրություն է փոխելու, որդ խանգարեք գտնելու է ձեզ, ոնց են ասում, պրիրուչից կակ, գտնելու է ոնց ձեր դեմը առնի, ու մեկին առնելու է, են մեկին բանտարկելու է, են մեկին հեռացնելու է, ամեն կերպ աշխատելու է, որպեսզի իր ուզածին հասնի, ու քանի որ նրա զոհասեղանին դրված է նրա կյանքը իր համար, նա կանգ չի առնելու, եկեք խոհամիտ լինենք, եկեք ողջամիտ լինենք, եկեք հասկացեք, որ այդ ձեր այսօրվա կերած հացը վաղը քթներիցդ է գալու, հերիք եղավ ժողովրդին խաբեք, մենք գնում ենք այնտեղ գործ անելու, դուք այնտեղ ոչ մի գործ չեք կարող անել ու չեք էլ անելու,
պարզապես լավ տղա խաղալու ռինգ եք մտնում։ Այնպես որ, ժողովուրդ, սուտ է այդ ամենը, մանդատները դնել է պետք, ու դա ամենաճիշտ քայլն է, միակ ճիշտ քայլն է, այլ ելք Հայաստանը փրկելու մենք չունենք։